Հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցված տոնական պատարագին ներկա էր գրեթե ողջ Վանաձորը մարզպետի, Վանաձորի քաղաքապետի, ազգային ժողովի տարածաշրջանի պատգամավորների գլխավորությամբ։ Տոնը կրկնակի էր, քանի որ կատարվելու էր եկեղեցու խաչքավորի ընտրություն։ Այս տարի այդ Սուրբ առաքելությունը ստանձնեց վանաձորցիներին հայտնի հասարակական եւ քաղաքական գործիչ Հայկ Օհանյանը։ Իր մկրտությամբ Հիսուսը նաեւ մկրտվելու օրինակ տվեց եւ սրբագործեց այն ջուրը, որով պետք է մկրտվեին մարդիկ։ Քրիստոնյա ժողովրդի համար Սուրբ Ծնունդը կարևորագույն տոներից է։ Այս տոնով է սկսվում տարին։ Սուրբ Ծննդյան լույսն ուղեկցում է հավատավոր ժողովրդին ամբողջ տարվա ընթացքում, դառնալով արդար ու ազնիվ կյանքի խորհրդանիշը։ Նա գլուխը գետնից կբարձրացնի եւ երկին կնայի եւ Աստված կանչի։ Նա միայն կարող է տեսնել ու հասկանալ ինչ է այն բացարձակ իշխանությունը, որ Աստված տվել է ինձ ձեզ ամենքին այն մանուկին անգամ այստեղ նստած եկեղեցու կանգնած։ Միայն թե այդ իշխանությունը մեկ-մեկ է սիրով վերածում, զորակցության, ինչպես ասում է հայրենիքը։ Միմյանց սադարելով, ահա այս տոնի մեծ խորհուրդ է։ Քրիստոնեության սկզբնական շրջանում Քրիստոսի ծննդյան տոնը հայտնի էր Աստվածահայտնություն անունով։ Մինչև 5-րդ դար քրիստոնեական բոլոր եկեղեցիները միասնաբար Հիսուսի ծննդյան տոնը նշում էին հունվարի 6-ին։ Սակայն 451 թվականին Խաղկեդոնի ժողովից հետո հռոմեական եկեղեցին սկսեց Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը կատարել դեկտեմբերի 25-ին, մոռացնել տալու համար այդ օրը նշվող Արևի Աստծուն նվիրված հեթանոսական տոնը։ Սակայն հայ առաքելական եկեղեցին հավատարիմ մնաց առաքելադիր կարգին։ Հունվարի 5-ի երեկոյան սկսված ճրագալույցին հաջորդեց հունվարի 6-ին մատուցվող Սուրբ Պատարագը։ Եթե ճրագալույցի խորհուրդը բոլոր հավիտյաններից առաջ հորից Քրիստոսի ծնունդն է, ապա հունվարի 6-ի պատարագը խորհրդանշում է Քրիստոսի ծնունդը Սուրբ Գույսից։ Պատարագից անմիջապես հետո կատարվեց ջրօրհնեքի արարողություն։ Այն խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից։ Աղոթքներով ու շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվեց ավետարանով, տերունական խաչով եւ սրբագործվեց մյուրոնով։ Բազմաթիվ հավատացյալներ եկեղեցուց հեռացան մաքրված Աստծո լույսին հաղորդակից, Սուրբ Ավետիսին հաղորդակից դարձնելով նաեւ հարազատներին։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Հերմինե Զարմանյան, Վազգեն Մինասյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր։